830 միլիոն մարդ ունի աշխարհում շաքարային դիաբետ։ Ավելորդ քաշը սխալ ապրելակերպից է, ցածր քաշն էլ է սխալ ապրելակերպից։ Ինքդ ես նստած սպասում, ասում ես մի մարզվողս չեղավ, տենց է չիմացա թե իր ու Դավիթի հարաբերություններն ինչ եղան։ Դա տալիս է դրական էմոցիա։ Իսկ որտեղ կա դրական էմոցիա, դու գնալու ես այդտեղ։ Ցավը այդ ամեն ինչի մասն է։ Առանց դրա հնարավոր չի պարզապես Սպորտով անցած մարդիկ կյանքում դժվարությունները հաղթահարում են շատ ավելի հեշտ։ Եթե այդտեղ լիներ իմ վերջը, ես չէի հասնի Պարսկաստանի երրորդ տեղը։ այդքան տանջվում ես մի օրվա համար։ Եթե մարզիչը կարողանում է պարապողի դարձնի զուտ կիրթ ապրող մարդ, այդտեղ է որ լինում է արդյունքը։ Մենակ նիհայլու համար չեն գալիս, չի։ Մարզիչը այն մարդն է, որ կարողանում է գտնի ճիշտ փոխարինիչ յուրաքանչյուր վարժության համար։ Մարդը ներկայիս մարդը դադարել է շարժվել։ Ողջույն, ես Ձինան եմ, ու սա իմ եւ Օրանժի հետ համատեղ արդեն երրորդ մոտեցումն է։ Այսօր մեր հյուրերն են Օրանժ ֆիթնեսի անհատական մարզիչներ Վանա Շիրվանյանն ու Մարիամ Աղաբաբյանը։ Ողջույն, աղջիկներ ջան, ես շատ ուրախ եմ, որ մենք վերջապես հանդիպեցինք մոտեցման շրջանակներում ու հանգիստ կարող ենք իրար հետ շփվել, այլ ոչ թե ինչպես միշտ մոտեցումների արանքում, սենց երկու բառ, բայց շատ սրտանց ինչ որ խոսակցություններ ա լինում մարզասրահում։ Մի խոսքով շատ ուրախ եմ, որ այսօր երկար բարակ իրար հետ տարբեր թեմաներով կկարողանանք շփվել։ Վանա ջան, Մարիամ ջան, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր ոդկասթի հյուրը լինելու հրավերը։ Ու միանգամից մի հարց եմ ուզում տալ առաջինը Մարիամին։ Ուրեմն Վանայի հետ վազքից էինք խոսում, որովհետև ես էլ վազում եմ ու ինքն էլ էլի այդ մոտեցումների արանքում գալիս ու ինչ որ իր կյանքից միջադեպերով ա կիսվում։ Մի հետաքրքիր բան ասեց ինձ վերջերս, որ շատ դժվարությունների միջով անցնելուց հետո, եթե ինքը հնարավորություն ունենար նորից ընտրելու կյանքի ուղի, էլի կընտրեր վազքը։ Իսկ դու կընտրեիր արդյոք բոքսը։ Ես միշտ պատրաստ եմ ընտրել բոքսը ու այնպես է ստացվել կյանքի բերումով ամենադժվարին պահին ես չեմ ընտրել փախչելու ճանապարհը, ընտրել եմ պայքարելու ու բոքսով մարզվելու ճանապարհը։ Շատ հետաքրքիր է յուրաքանչյուր մարդու կյանքի ազդեցությունը իր անցյալի ազդեցությունը իր ներկայի վրա շատ մեծ է ու յուրաքանչյուր անցած ճանապարհը որոշում է մեր ներկայի քայլերը, մեր ներկայի մոտեցումները, նույնիսկ մարզչական ոլորտում։ Դրա համար մի փոքր պատմեմ ոնց է այդ ամենը տեղի ունեցել։ 17 տարեկանում շատ պատահաբար հայտնվում են ինձ մոտ շաքարային դիաբետ, այդ ժամանակ ես արդեն իսկ սկսել էի մարզվել բոքսով ու առաջի հարցը, երբ որ նախակումային վիճակից դուրս գալուց հետո աչքերս բացելու տվել եմ, եղել է հարց, ես կարամ զբաղվեմ բոքսով։ Ու այնքան շնորհակալ եմ իմ բժշկին, այդ սուփորթի համար այդ պահին, որ հա, դիաբետը ընդհանրապես խոչընդոտ չի, եթե ուզում ես դու կարաս մարզվես ու դառնաս չեմպիոն։ Այդ պահին ես աշխարհի ամենաերջանիկն էի ու որս ընդունելի վերջում լույս կա, բոքսի համար այդ լույսն էր ու որոշել էի որ առաջ եմ գնալու, հասնելու եմ այդ լույսին, բայց ցավոք Հայաստանում ունենք խնդիրներ մարզչական ոլորտում, գիտելիքի, վախենալու, նաև պատասխանատվություն վերցնելու։ Հա շատերս չենք ուզում մի հատ level բարձրանանք, նոր ինֆորմացիա ստանանք, հա ունեք խնդիր, տարբերվում օրինակ դիաբետով երեխա է, իր հետ պետք է մարզվենք, նոր գիտելիք է պետք։ Ստանանք ու փորձենք առաջ գնանք։ Մենք նախընտրում ենք ասել, «Բարես դու չես կարաս մարզվես, որովհետև ունես դիաբետ» ու ես բախում ունեցա առաջի անգամ մարզիչից հետ, որովհետև իրան շատ եմ սիրում, հասկանում եմ հիմա, բայց ինքը հրաժարվեց ինձ հետ պրոֆեսիոնալ շարունակել բռնցքամարտով զբաղվել ու ես գրեթե կես տարի եւ ավել փորձել եմ ուղղակի գտնել մարզիչ, ով կհամաձայնի իմ հետ պարապել դիաբետով այն դեպքում, որ աշխարհի լիա օլիմպիական չեմպիոններով, ովքեր ունեն դիաբետ, չգիտեմ, Նաչո Ֆերնանդեսով խաղում է Ռեալ Մադրիդով, NBA-ի խաղացողներ, ովքեր ունեն դիաբետ։ Շատ սիրելի Զվերևը տենիսիստ։ Այո, պատմություններ շատ կան, ովքեր հասել են դրան։ Ու ի վերջո ստացվում է իմ մոտ գտնել մարզիչ, ով կմարզվեր իմ հետ ու սկսում է իմ ճանապարհը արդեն մարզական ոլորտում որպես մարզիկ դիաբետիկ։ Այն ժամանակ ես ինքս չեմ բարձրաձայնել, բայց հիմա հասկանում եմ դրա կարևորությունը, երբ որ դու բարձրաձայնում ես խնդրի մարդին, ու մարդիկ տեսնում են, որ դու ունես խնդիր ու անում ես, դա մոտիվացնում է շատերին, հույս է տալիս, որ կարա ամեն ինչ շատ լավ լինի, չկոտորվելու առաջ գնալու։ Ու այն ժամանակ ես ինքս չեմ բարձրաձայնել, էլի ելնելով Հայաստանի Հանրապետություն մարկախնդիրներից, մի անգամ ես չեմ կարողացել թույլտվություն ստանամ բժշկից սպորտային մրցույթի մասնակցելու, միայն այն պատճառով, որ ես ունեմ դիաբետ, միջազգային ֆեդերացիան բռնցքամարտի չի արգելում դիաբետով մրցումների մասնակցելը։ Բայց
այսօր եկել եմ այն գիտակցության, որ պետքա դրա մասին խոսել, ու ուզում եմ նաև ասեմ Ջինջան, որ դիաբետը այն խնդիրն է, որ շատ-շատերս ենք բախվում։ Միջազգային կազմակերպությունը առողջապահության 2022 թվականին թիվը հայտնել, որից ես ուղղակի շոկի մեջ էի, 830 միլիոն մարդ ունի աշխարհում շաքարային դիաբետ։ Առաջին, երկրորդ տիպ։ Առաջին տիպը կազմում է իր 5-ից 10%, մնացածը երկրորդ տիպը։ Ու մեր մարզչական կյանքում ուզենք թե չուզենք մենք բախվում ենք դրա հետ, դրա համար դիաբետը համարվում է շատ ակտուալ խնդիր։ Այս պատմությունից, այս ամեն ինչի միջով անցնելուց հետո իմ մոտ ձևավորվել է փաստ, որ կա խնդիր, պետքա պայքարել, պետքա լուծել, ու ես շատ ուրախ եմ, որ չեմ հանձնվել։ Ես գնացել եմ իմ ուզած բարձունքներին հասել եմ, այսօր նորից կգնայր։ Միանշանակ։ Ուրեմն իհարկե մաշի խնդրին ես ավելի ուշ էի նախատեսում անդրադառնալ, բայց ես հասկանում եմ նաև թե ինչքան լցված է այս թեման ու ինչի հենց ինքը միանգամից այս թեմայի մասին խոսեց, բայց կարևորը մենք ստացանք մեր հարցի պատասխանը, որ եթե ինքը լիներ եթե մաշան հնարավորություն ունենար եւս մեկ անգամ ընտրելու իր ուղին, անտեսելով բոլոր դժվարությունները, որոնց միջով ինքն անցել է, թե ֆիզիկական, թե հոգեբանական, այնուամենայնիվ էլի կընտրեր նույն ուղին։ Բայց հիմա հետ գանք մի քիչ իմ հարցաշարին, ուրեմն ցավոք այնպես է ստացվում, որ մարզվողները երբեմն մարզիչներին մոտենում են, ասես հոգեբանի, իրենք գալիս են, իրենց խնդիրների մասին պատմում են, դուք իրենց մասին ամեն բան իմանում եք, բայց իրենք ձեր մասին շատ քիչ բան են իմանում։ Ուզում եմ հասկանալ, երբ որ ձեզ ներկայացնում եք ձեզ մոտ մարզվողների մոտ, ովքեր որ նոր են միացել ձեզ, ինչ կարևոր բաներ եք ասում ձեր մասին, որպես նախկին աթլետ, մարզիչ, սպորտսմեն։ Վստահ եմ խնդիրների մասին առաջինը չեք խոսում։ Վանայից սկսենք։ Նախ իրականում իհարկե չգիտեմ ասեմ ցավոք թե բարեբախտաբար, որ մարզիկը առաջին մոտենում է եւ ուզում ընտրի մարզիչ դատում է կազմվածքով։ Այսինքն նայում է, եթե օրինակ, չգիտեմ, որտեղի մկան ուզում է զարգացնի, նայում է մարզիչին, ասում է, օքեյ, եթե զարգացած է, ուրեմն ինքը կարա ինձ էլ այդտեղ հասցնի, որը իրոք ճիշտ չի։ Այսինքն անձամբ ես իմ մոտ լինում է այդ պահը, որ լիքը աղջիկ մոտենում է, ասում է, բայց գիտեք չեմ ուզում որ օրինակ իմ քարագլխի մկանները տեն զարգացած լինի, ես կոնկրետ հասկանում եմ, որ ինքը ակնարկանում, որ ասենք քո քարագլխի մկանը մեծ է, ու այդ պետքա բացատրել, ինձ թվում է այդ պետքա բացատրվի պարապողին, որ եթե ասենք տեսնում եք դուք որևէ մարդ, որ տենց պարապած է, in shape է, այդ երկար տարիների պարապմունքի, ճիշտ սննդակարգի արդյունք է եւ այդ պատահական չի։ Իսկ ես ինձև եմ ինձ ներկայացնում, որ արդեն 2011 թվից եղել եմ որպես պրոֆեսիոնալ մարզիչ ու այս պրոֆեսիոնալ մարզիկ կներեք ու հետո արդեն իմ 18 տարեկանից 10 տարի առաջվանից եղել եմ որպես մարզիչ համել ես միշտ պարապողին եմ ասում որ այսքան տարի երկար պրոֆեսիոնալ սպորտում լինելուց ես այնքան ցավեր, այնքան վնասվածքներ ու այնքան փորձառություն ա լինում որ կոնկրետ հասկանում եմ պարապողի ցավը, որ ու այդ իրոք վստահություն է առաջացնում, որ պարապողը ասում է օրինակ, չգիտեմ, ծնկիս այս հատվածը ցավում է, ու դու իրեն բացատրում ես իր ցավի տեսակը, ասում ես կարող է այս տիպի ցավում, ու ինքը հասկանում է, որ հա դու էլ ես դրա մեջով անցել, ինքը քեզ ավելի շատ է վստահում, ու ինձ թվում է այդ կոնկրետ ես այդ բանի վրա եմ ֆիքսվում, որ պարապողն նշում ես, չէ, որ սպորտից ես եկել։ Ահա Իսկ փաստեր քո մասին, որոնց մասին որ ես տեղյակ եմ, բայց ուզում եմ որ դու բարձրաձայն ես կասես։ Իրականում է թողում եմ պարապողին առաջուց չեմ ասում, որտեղ մեկ-մեկ վախում գնում են, որ ասես 15 տարի եղել եմ պրոֆեսիոնալ աթլետ, Պարսկաստանում 3-րդ տեղ եմ գրավել 100 մետրի եւ այդ որ ասես սկզբում պարապողին կարող է հենց տենց արագությամբ էլ վազի գնա ու այդ չգա, հետո այդ բաղում եմ մի քիչ ընթացքում, որտեվ իրոք կա Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտի դիմաց, հատկապես աղջիկների մեջ, ոնց որ sense մի հատ գարդ կա, որ այ եթե դու պրոֆեսիոնալ ես, կարող է իրեն էլ քաշես դեպի դա մի քիչ այդ դեռ չեմ ասում։ Ուշ տարիքում։ Մի քիչ ուշ եմ ասում ավելի։ Սկզբում հենց ֆիքսվում եմ այն որ կազմվածքը նայի, սիրի, հավանի ու դա ասում եմ որ վերջերս նաև ստացել եմ international certificate WNBF-ի կողմից, այդ հաստատ նշում եմ։ Իսկ դու
Իմ մոտ ավելի սիմցորից ձև է սկսում, քանի որ բոլորի համար շոկային է լինում, ես արտակնապես փոքր եմ ու ոչ մեկ չի մտածում բրնցքամարտիկ եմ, առաջի շոկը լինում, ասում եմ, կարանք զբաղվենք ֆիթբոքսինգով, դա իմ հեղինակային ծրագիրն է, որի մեջ համ պրոֆեսիոնալ մտնում է ֆիթնես, համ բոքս ծրագիրը գրվում է ելնելով հաճախորդի նախնական վիճակից ու երբ որ ասում կարող ենք նաև բոքս անել, ոնց դուք բոքս եք պարապել, ես միայն աղջիկների հետ եմ պարապում, այդ մի տեսակ իրանց մոտիվացնում է, հետաքրքրացնում է ու իրանց դուր է գալիս են, փաստը որ աղջիկը կարա բոքս անի։ Ես հիշում եմ, որ իմ ուղին նոր պետք է սկսեի, որոշեցի, որ մենակ բոքս չեմ անելու, որովհետև հասկանում եմ, որ աղջիկների համար մենակ բոքսը կարճ հետաքրքրություն է։ Պետք է նաև ֆիթնես, որ կարողանաս կառուցվածքը ճիշտ փոփոխես, ամրացնես անհրաժեշտ մկանները ու դրա հետ լինի drive, որը տալիս է բոքսը, ու իրականում սկսում եմ ոչ մեկ բոքս չպարապելու, աղջիկ մարզիչ, ով պետք է քեզ վստահի գա բոքս պարապի, հիմա այնով է թողալու իր ընկերոջ, չընկերը թողա իր ընկերուհին գա քո մոտ պարապի, եւ այն ասում եմ օքեյ։ Ու այնպես ստացվեց, որ այնքան արդարացրեց այդ ծրագիրը իրան, գալիս են, մի անգամ կարող է բոքս են անում, այդ այն չամիջն է պարապունքի ու մնացած օրերն բաշխում են ըստ մկանների, այդ drive-ը ստանում են։ Սովորաբար ձգող առաջի խոսակցությունը լինում է ինչ է ֆիթբոքսինգը, ու ձեզ ասես ասեմ 10-ից 8-ը սովորաբար ընտրում է ֆիթբոքսինգ։ Կարող է մի փոքր հարցեր քննարկենք, ինչ ուղի եմ անցել, ինչ մրցումների եմ մասնակցել, ոնց եմ որոշել բոքս պարապը, միշտ հարցնում են, բայց ոնց ստացվեց, ես ունեմ բնագիտական առարկաների դպրոց եմ ավարտել ու դրանից հետո ոնց որ գնացել եմ դեպի ֆիզկուլտ, ֆիզմատից ֆիզկուլտ ու այդ շոկի է ենթարկում։ Սովորաբար այդ կարգի ավելի մակերեսային հարցեր են քննարկում, իսկ ավելի խորքային բաներ, որ իմանում են ձին, իմանում են հետագա շփման մեջ, որովհետև բարիեր է լինում առաջի օրը դու ինքդ պատմես քո մասին այն բաներ, օրինակ որ մենք ենք շփման մեջ կիսում, դժվար առաջի պահից պատմես հաճախորդին։ Բայց իրանք միանգամից ամեն ինչ պատմում են, չէ՞ ձեզ։ Նայած հաճախորդին Արչի իրականում, հա։ Բոլոր խնդիրները իդեպ վերջերս մի հատ Instagram-ով ռիլեյ տեսել։ Կարծեմ անգամ հայազգի մարզիչ էր հեղինակը, որ ինքը ցես նստած սպասում, ասում այս մի մարզվող էս չեղավ, տենց է չիմացա թե իր ու Դավիթի հարաբերություններն ինչ եղան։ Իրականում տենց է, ասենք որ պարապողը 5-6 պարապմունք գալիս է, արդեն դու իր կյանքը գիտես, սենց կոպիտ ասած, բայց այդ դրական բան էլ ունի, որովհետև ես միշտ ասում եմ, սպասում կա ինչ-որ բանի, հավատարմություն է բերում, պարապողը էլ չի գնում ուրիշ հետո ձեզ հետ շփումն էլ է կարծում եմ մարդկանց մոտիվացնում, որ իրենք գան, թեկուզ իրենց կյանքի ապդեյթներով ձեզ հետ կիսվելու։ Մեկը արդյունքը դրական է, այսինքն իրենք մարզվում են, թե ինչ գնով են գալիս։ Կարևոր է։ Նախ պետք է ասենք, որ ֆիթնեսը դա պրոֆեսիոնալ սպորտ չի։ Այսինքն եթե մենք դիտարկենք որպես պրոֆեսիոնալ սպորտ, դեռ չես հասցնի դու անձնականդ պատմես։ Կա հստակ պլան, պետք է հասնես այստեղ, դու շատ լավ գիտես։ Ու այդ ընթացքում դու մենակ հասցնում ես շնչես։ Միակ բանը որ հասցնում ես մեկ-մեկ շնչում ես։ Ասում եմ լսում եմ քեզ, բայց չեմ կարող չես կարա։ Հա։ Իսկ ֆիթնեսը ինքը դու պետք է ապահովես այնքան դրական էմոցիա, որտեվ մարդ գալիս է ջիմ ազատվելու վատ զգացողություններից։ Իսկ եթե կա մարզիչ, ով կարա իրան սուփորտ անի, ինչ որտեղ լսի, ինչ որտեղ խորտ կա, միևնույն ժամանակ իրան մարզի, դա տալիս է դրական էմոցիա։ Իսկ որտեղ կա դրական էմոցիա, դու գնալու ես այդ Դրա համար իմ կարծիքով մարզիչների մեջ շատ կարևոր է emotional intellect-ը։ Եթե մարզիչ ունի emotional intellect, իր մոտ շփումը ստացվում է շատ ավելի լավ։ Ու եթե դու աշխատում ու զարգացնում ես, ես ինքս անդադ փորձում եմ զարգացնել, որովհետև երբ որ դու համատում ես քո ուղու սկզբում, դու ոնց ես վերաբերվել, երբ որ կասի վանան հաստատ վստահ եմ, ինձ կասի, երբ որ վերջացնում ես մարզական կարիերա դու սկսում ես մտնել մարզչական, դու այդ նոր էմոցիաներով նույն ձև գալիս ես, սկսում ես պահանջել։ Մի տարի պահանջում ես, սկսում ես հասկանալ, որ այդ մարդը դրա հետևից չի եկել, բայց քո մեջ մարզիկի էներգիան դերսում, չէ՞ միջև վերջ պետք է անես, մի հատ էլ, բայց մարդը դրա հետևից չի գալիս ցին։ Ու տարիների ընթացքում փորձում ես հասկանալ, մարդը ինչ է ուզում մարզումից։ Մեկը ուզում է գա իսկական ռեզուլտատ, շատ լուրջ ռեզուլտատ, պատրաստած ծրագրով միջև վերջ մարզվելու, մեկը գալիս է ստանալ լավ էներգիա, թեթև լայթ մարզում։ Բայց այդ ստանում ես դու տարիների աշխատանքով մարզական կարիերան սկզբում դրան խանգարվում է ինչ կասես բան այս 100% սկզբում օրինակ պարապող ինձ գրում էր չգիտեմ ծնունդի եմ կամ որևէ առիթի եմ պետքա ասենք
Մի հատ նախ հարցում եք քանիսին ես ծնունդի, Ինչքան կարևոր մարդ այն նախ օրինակ ես որ նայում եմ, ես 13 տարի երեկոյան ժամի 6-ից 8-ը չեմ տեսել։ Այսինքն ես եթե ծնունդի էի, եթե հարսանիքի էի, այդ 6-ից 8-ը գնում պարապում էի, երեկոյան հետո գալիս տուն պատրաստում գնում էի հարսանիքի։ Եվ 11-ին գնում էի տուն։ Հա, ու իմ մոտ այտենց սպասելի կար բոլորից, որ ասում էի լավ կգաս կպարապես կգնաս ու այդ իրոք իաստապես ոչ մեկի համար կարևոր չի։ Մարդը ծնունդի է, այսօր սկիփ անում ու այդ ֆիթնեսում նորմալ է, եթե տենց կրկնողական բան չունի, այդ նորմալ է մի օր։ Ու ասեմ, որ հիմա ես ձեզ շատ լավ եմ հասկանում, որովհետև ես ճիշտ է 8 տարի հաճախել եմ Orange Fitness, միջին վիճակագրական մարդուց ավելի շատ երևի նվիրված եմ եղել ֆիթնեսին, բայց միայն վերջին 4 ամիսն է, որ ես կարող եմ վստահ ասել, որ ես կարծում եմ ապրում եմ, դե իհարկե չգիտեմ, թե պրոֆեսիոնալ մարզիկները ինչ կյանքով են ապրում կոնկրետ, բայց իմ պատկերացմամբ ես վերջին 4 ամիսները ապրել եմ պրոֆեսիոնալ մարզիկի կյանքով, ծնունդների չեմ գնացել, մատներիս վրա կարող եմ հաշվել այն կեսօրները, որոնք որ անցկացրել եմ Երևանում, կենտրոնում, միշտ եղել եմ Օրանժում, ուշադրություն եմ դարձրել սննդակարգիս, քնիս ու ասեմ հեշտ չէ։ Միանշանակ ասեմ հեշտ չէ, հատկապես շատ եմ լսում օրինակ, հատկապես այս շրջանում ինձ մոտեցել ու ասել են վայ վազում ես, հա ես էլ գիտես սկսեցի վազել, հետո ստեղս մի քիչ ցաված, էլ չվազեցի, բայց շատ կարևոր է հատկապես, եթե անգամ չգիտեմ ֆիթնեսով են պարզապես մարդիկ զբաղվում առողջ ապրելակերպ որպես, իրենք ուղղակի պետք է հասկանան, որ ցավը այդ ամեն ինչի մասն է։ Առանց դրա հնարավոր չի պարզապես։ Ես կարող եմ էլի մատներիս վրա հաշվել այն օրերը, որ ես զարթնել եմ ու իմ մարմինը 100%-ով աշխատել է ինձ համար։ Միշտ ինչ-որ միտեղս ցավացել է, միշտ ինչ-որ մոտ 1 ամիս մի հատ կոնկրետ տրավմա եմ ունեցել, որ ես մի ամիս իրեն զգացել եմ այս ամբողջ ընթացքում, իհարկե չեմ բարձրաձայնել, որովհետև չեմ ուզել մարդիկ մտածեն, որ վայ, ցավի միջով է սա անում ու այդքան էլ ճիշտ չի գուցե։ Դե բնականաբար շատ գրագետ աշխատանքի արդյունքում ամեն դեպքում կարողացել եմ հասնել այս փուլին ու այս վերջին 4 ամիսները որ ասում եմ դուք որ լավ գիտեք ինչու, որովհետև Hyrox-ի մրցաշարի եմ պատրաստվում ու այս 4 ամիսը հաշվի առնելով ես կարող եմ ասել, որ ես իրականում շատ հպարտ եմ ինձնով, որովհետև այդ մարզիկի կյանքով կարողացել եմ ապրել, իսկ թե արդեն ինչ կկարողանա անել իմ մարմինը, այդ կերևա մայիսի 31-ին, չգիտեմ մենք երբ ենք եթեր գնալու, գուցե առաջ, գուցե հետո, կարծում եմ հետո կլինի, բայց ասում եմ հիմա վստահ եմ ու շատ ուրախ եմ, որ ես չեմ ինչ-որ Էդվինի հետ շփման ժամանակ չեմ ասել, գիտես երեք ծնունդ էի, դրա համար արի ես այսօր չգամ պարապմունքի, որովհետև նման բան չի եղել։ Ես չեմ խմել, ես լավ քնել եմ, ես լավ կերել եմ ու շատ լավ եմ հասկանում այս պահի դրությամբ կյանքի ես փուլում թե ձեզ, թե ուղղակի ֆիթնեսով զբաղվող հաճախորդներին։ Ես չգիտեմ դու ինչ հաջողություն կունենաս, բայց միանշանակ այնօր Էդվինի հետ հենց դրա մասն էինք խոսում, վստահաբար կարող եմ ասել, որ դու քեզ գերազանցել ես մի քանի անգամ։ Հաղթանակը միշտ չի, որ որոշվում է հենց այդ պահին կանգնելով առաջի տեղում։ Դու երբ որ հետ ես նայում այդ ճանապարհին, դու հասկանում ես այնքան բան ես ձեռք բերել, հոգեբանական առումով, ֆիզիկական առումով։ Հիմա որ դու հետ նայես 7-8 ամիսվա առաջվա Ձինան նույն Ձինան է հոգեբանական առումով։ Միանշանակ չէ։ Ու ամեն օրն է քեզ փոխում եմ։ Հիմա որ քո կյանքում լինի նույնիսկ փոքր խնդիր, քո այն որակները, որ դու ձեռք ես բերել պրոֆեսիոնալ սպորտի միջոցով, հոգեբանական որակի մասն եմ խոսալու, դու կարողանալու ես այդ խնդիրը մի քանի անգամ հեշտ հաղթահարես, որովհետև դու աճում ես եւ ֆիզիկապես եւ հոգեբանորեն։ Ես սպորտը հենց դրա համար եմ սիրում, ինքը բազմակողմանի է մարդուն զարգացնում։ Սպորտով անցած մարդիկ կյանքում դժվարությունները հաղթահարում են շատ ավելի հեշտ։ Իսկ եթե խոսենք ֆիզիկական առումով, դու բերեցիր օրինակը թրեդմիլի, այսօր դու վազում ես այդքան ու դու չես հոգնում։ Այսինքն քո ֆիզիկական հնարավորությունների շրջակայքում դու շատ աճել ես ու կուզեմ այդ տրամադրվածությամբ ու առանց լարվելու գնաս այդ մրցաշարին, որովհետև դու արդեն քեզ հաղթել ես։ Այդ կարևոր ընկալում է, որովհետև առաջինը դու միշտ մրցում ես քո հետ, հետո մրցում ես ուրիշների հետ։ Հատկապես որ ռեկորդային մարզաձևերում կոնկրետ դու մրցում ես քո հետ։ Այսինքն ես միշտ որ նայել եմ 100 մետր անգամներ եղել է 100 մետր մրցույթում ընկել եմ առաջին տեղ, բայց այնքան վատ ռեկորդ է եղել, որ մրցույթից դուրս եմ եկել, մարզիչս սենց
շշմած այնպես որ ասենք էս ինչ էր բայց եղել է կոնկրետ մրցույթ որ ես գրավել եմ 8-րդ տեղ Պարսկաստանում բայց քո լավագույն արդյունքն ա եղել ու այդ ժամանակ ես ինձ ավելի լավ եմ զգացել քան այն առաջինի դեպքում զուտ որպես մրցույթի փորձ քեզ այս խորհուրդ կտամ որ զուտ նայես որպես առաջին փորձառություն եթե ես իմ ուզենամ ասեմ ես 13 տարեկանում առաջին անգամ որ մտա պրոֆեսիոնալ լիգա իմ առաջի ստարթը եղել է false start ու ես չեմ վազել այդ մրցույթին եթե այդտեղ լիներ իմ վերջը ես չէի հասնի Պարսկաստանի 3-րդ տեղը Վերջապես բարձրաձայնեցի, որ վազորդ ես, 100 մետր ես վազում եւ Պարսկաստանում եղել ես 3-րդ ամենաարագ վազող կինը։ Ինչ զգացողություններ էր։ Նախ Պարսկաստանի մասին մենք գիտենք, տեղյակ ենք, հասկանում ենք, որ կանանց համար միշտ չէ, որ հեշտ է լինել առաջատար, առաջադեմ։ Ինչ խնդիրների միջով ես դու անցել հոգեբանական։ Նախ միջև հոգեբանականը անցնենք տեխնիկականին իմ մարզիչը տղամարդ էր Պարսկաստանում այդ ընդունված չի եւ ես կարող էի գնայի շատ ասենք լավ տեղում մարզվեի կին մարզիչի հետ բայց այդ չէր որ ինձ պետք էր ու դա մարզվել եմ парքերում մարզվել եմ ասֆալտի վրա եղել է տարի որ ես մտել եմ մրցույթի այդ թարթանգետնի վրա առաջին անգամ վազքի կոշիկ հագնելով, որտեվ ամբողջ տարին վազել ենք ասֆալտի վրա, որտեվ տղամարզիչ ունենալու պատճառով դու զրկվում ես այդ ամեն բանից, այդ հնարավորություններից չես կարող հնարավորություններից ասենք։ Երկրորդը դե հիջաբով վազելն էր, գլխաշորով վազելն էր եւ մի քիչ ավելի երկար, այսինքն լեգինսը պետքա լիներ երկար, վրայից նոր մի հատ երկար բան հագներ ու գլխաշոր։ Ու ասեմ հետաքրքիր է նա, որ եթե գլխաշորդ պատահմամբ ընկներ դու disqualify լինում, այսինքն մրցույթից դուրս էիր մնում։ Երբևէ եղել է քեզ հետ նման։ Իմ հետ չէ, որտեվ տենց օմրացնում էր ոնց հնարավոր էր։ Կոնկրետ իմ վախը այդ չի եղել, իմ վախը ընկնելն ա եղել, որտեվ եղել է դեպք, որ ես 200 մետրի իմ համար ոնց որ ամենաթարս մարզաձևը 200 մետրն ա, ես 100 մետր վազել։ 200 եմ վազել, 200-ում եղել Պարսկաստանում առաջի ֆինալիստներից, այսինքն առաջին ությակի մեջ եմ եղել միշտ, ցավոք չեմ գրավել դա, բայց միշտ իմ համար այդ թարս էր, ինչի, որտեղ մի անգամ մրցույթի ժամանակ ընկել եմ 200 մետրի ժամանակ, երբ առաջատար էի, ընկել եմ, սաղ եկել անցել է, նույն օրը հենց այդ տեղը գողացան իմ դրամաբանակը, ու այդ սկսվեց իմ 200 մետրի դրաման, երևի 11 տարեկանում էր ու դպրոցական մրցույթներ, այդտեղից իմ ստրեսը ոչ թե այդ հիջաբի ընկնելն էր, այլ իմ ընկնելն էր, որովհետև մի անգամ եղել այդ փորձառությունը անդադ կրկնվում էր այդ որպես օրինակ ես իմ ընկերուներին որ նայում եմ օլիմպիադայում վազում են արդեն, բայց հիջաբով ես իմ մաշկի վրա զգում եմ, որ այդ մարդիկ ինչքան ավելին են արել, քան իրենց կողքի կանգնածները, որտեվ 100 մետրում ամեն 100-րդական վայրկյանն ա, որ որոշիչ է, իսկ այդ մարդիկ հիջաբով, երկար շորերով վազում են ու հաղթում են։ Ու հա, մեկ-մեկ էլ հաղթում են Ասիայի առաջատարը, մեր Պարսկաստանի առաջատարն է։ Քո լավագույն ժամանակը 100 մետրի 11:80 11:80 Եթե չեմ սխալվում 1988 թվից այս կողմ 100 մետրի ռեկորդը չի գերազանցվել, ճիշտ է։ Ֆլոուջով Իրականում սենց բան կա, որ 100 մետրում ունենք ֆոտոֆինիշ տեխնիկա, որ այն ժամանակներում չի գործել այդ ֆոտոֆինիշ տեխնիկան, դա հիմա շատ ավելի հսկողությունը շատ ավելի շատ է, այսինքն ներկայիս վազողները կարող է ձեռքով քրոնոմետրներով գրանցեն այդ ռեկորդը, բայց որ գալիս է ֆոտոֆինիշի ժամանակ, այդ ռեկորդը չի գրանցվում։ Այդ 88 թվի տևողությունը 10:48 էր, ու իրականում այս վերջերս մի հատ միջադեպ է տեղի ունեցել ինձ հետ։ Ես միշտ այդ նման դեպքերում միշտ հիշում եմ Հուսեյն Բոլտին։ Ցավոք մենք նստած ենք կանանցով, բայց հասկանում ենք, թե տղամարդիկ ինչքան շատ ավելի մեծ դերակատարություն ունեն սպորտում, որովհետև անգամ աղջիկներին եթե հարցնես
սպորտով զբաղվող փոքր աղջիկներին, եթե հարցնում ես իրանց սիրելի սպորտսմենների եւ այլն, միշտ չգիտես ինչի իրանք տղամարդկանց անուններ են տալիս, դա շատ ցավալի է, որովհետեւ քիչ է խոսվում, որովհետեւ ես չասեմ մենք, դուք քիչ եք, որովհետեւ ես դեռ չեմ համարի ինձ ամեն դեպքում մարզիկ, ուղղակի ես սիրում եմ մարզվել։ Միջադեպը, որի մասին որ ուզում եմ խոսել, ուրեմն վերջերս տեսած անոթներիցս մեկին ասեց գնացիր դու, ասում եմ դեռ չէ, մի շաբաթից եմ գնում, ասեց այդ մի օր է, ասում եմ հա մի օր է տևելու, սենց արեց, այդքան տանջվում ես մի օրվա համար։ Բա որ ինձ ասում են այդքան տանջվում ես 11 վայրկյան։ Ու Հուսեին Բոլտի խոսքերն եմ ես միշտ հիշում, իհարկե մարդիկ ովքեր որ թեմայի մեջ չեն, իրենց համար շատ դժվար է հասկանալ, որ դու իրոք կարող ես այդքան տանջվել, ասում եմ ես է գիտեմ մի քանի օր, ասում մի քանի օր, խնդրում եմ որ ես սպասում թե երբ այդ մի ժամ 20 րոպեն կամ մի ժամը ավարտելու, ես շուտ վերջացնեմ, այ շատ ցավալի է, իրա ու այնքան մի տեսակ արժե զրկող դա հնչեց, որովհետև ես էլի եմ ասում, այս փորձառությունը ընդհանուր ինձ համար շատ նոր է, բայց ես վստահ եմ, որ քեզ էլ են նման բաներ ասել, որ այդքան տանջվում ես 11 վայրկյանի համար ընդամենը։ Հա, այդ իրոք կա, բայց որ անկեղծ այդ այ հենց այդ ձևով, այսինքն 11 վայրկյանով ես հիշում եմ իմ կարիերայի վերջին պրոֆեսիոնալ մրցույթը Պարսկաստանում 2 տարի առաջ 200 մետրի վերջին մրցույթներ, երբ տենց ֆինալիստներով նստած էինք, քանի որ բոլորս գիտենք իրար, վերջի փուլն էր լիգայի ու սենց նստած էինք, բոլորս ոնց որ սպառված, մի հատ աղջիկներից մեկը ասեց, այս 25 վայրկյանն էլ պրծնենք ու գնանք հանգստանալու, այսինքն նույնիսկ այդ 200 մետրի 25 վայրկյանը այդ պահին սպառված նստած էինք լիգայի վերջին փուլի վերջին մրցույթներ ու նույնիսկ այդ 25 վայրկյանը իրոք ծանր է, այսինքն չվազողը սպորտով չզբաղվողը չի կարողանում հասկանալ, ինչքան էմոցիա ու պատմություն է դրված իրականում այդ 10 վայրկյանի մեջ, ձեզ մոտ մի քիչ անկանխատեսելի է, ձեզ մոտ կարող է 1 րոպե եւ շատ երկար, մի քանի մարզական օր լինում, չէ, նկատի ունեմ կոնկրետ 1 մարտը, չէ, ռաունդը չէ, մարտը, հա, ամենակարճ ու ամենաերկար մարտերը քո կհիշես։ Ամենակարճը եղել է հենց իմ առաջի մրցույթը, առաջի անգամ աղջիկա հետ, թիմում միշտ տղաների հետ էս բոքս անում, ոտահավար աղջիկ էին գտեին քաշային կարգի ու ես ոգեշնչված էի շատ, երևի մոտավորապես տևել է մի 40 վայրկյան, 2 անգամ շատ կատաղած, շատ ոգեշնչված մտել էի, էմոցիա պետք է ինքն էլ կուտակածնի։ Սպասում էի երբ են ասելու, սկսում ենք, որ սկսեի բոքս անել, ու իմ առաջի մարտն էր, որ շատ ոգեշնչված էի, իսկ ինքը տխուր էր խեղճ աղջիկը։ Լուր կա, բայց հետո զբաղվեց էլի թե 2 անգամ նոկդաուն ես անում, դրանից հետո կանգնացնում են մարդը որպես այդպեսին մի հատ օրեցի sense վստահ սպասում եմ մի հատ ու անկյունները խառնել են պետք է սպիտակ անկյունում կանգնես այն որ ես մարդը կոմորի ես սպասում եմ մի հատ էլ ասեն մի հատ է գնամ խփեմ այդպես 40 վայրկյանում արագ ավարտեցինք մի հատ հավես բան ասեմ ուրեմն այս սպորտի մարդիկ իրար հետ տենց լավ են պարապում ուզում եմ ասեմ ջիմում մենք միշտ իրար հետ ենք պարապում ես ու Վանան անց հետաքրքիր իրար ոգեշնչում են Պարապունքի սկզբում նայում ենք եւ հատկապես դա լինում է այն դեպքում, երբ որ 2 տարբեր սպորտաձևերից են, որովհետեւ մրցակցությունը ընդհանրապես գոյություն չունի, որովհետեւ չեմ հավատա, որ ներքին ինչ որ ձայն չասիվայ, բայց ինքը սա կարողացավ անել, իսկ ես սա չեմ կարողանում, բայց երբ որ 2 տարբեր սպորտաձևերից են մարզվողները, իրենք մի տեսակ sense շատ ավելի ընկերական են։ Ճիշտ եմ նկատել ու ճիշտ վերաբերմունքն էլ է այդտեղ օգնում։ Ես ու Վանան նաև մասնակցենք powerlifting-ի առաջնության, բայց եկեք մի հատ սովորական մարզումներին անդրադառնանք, հետո մրցաշարին անդրադառնանք, ես տեսել եմ։ Վանան ասում ասենք լավ չեմ, այսօր թեթև կպարապենք, ասում եմ հավանջ հաստատ թեթև կպարապենք սկսվում ու почему միշտ դու ես թեթև ուզում պարապել չէ լինում է որ ես էլ եմ վատ լինում էլի թեթև այնում ես եմ ուղղակի դա խոսքա հետո գալիս է երկրորդ մոտեցումը ծանրանում է որ տղամարդիկ արդեն անցնում են sense ինչ քաշեր են անում դժկոտ եմ կոնդամ դե երկրորդ մոտեցումը միշտ ավելի հեշտ լինում նույն քաշը թեկուս երկրորդ երրորդը հա կարող լինի առաջին միշտ տականում ես հիմա երրորդն է նույն քաշը եթե անգամ անեմ
նույն ծանրության, երկրորդը միշտ ավելի տպավորությունա թե պետքա հոգնած լինեմ ու չստացի, բայց միշտ երկրորդը ավելի է, որ երրորդը արդեն ծանրանում է շատ։ Կարող է հասնում ես այն քաշին, որտեղ դու կարում ես լավ աշխատես, երրորդը արդեն հոգնած ես ու քաշը ավելացնում են, արդեն վերջի ճիքերով դու ատկազը այդ սիտուացիան։ Մենք ավելացնում ենք 4-րդը։ Իսկ մենք ավելացնում ենք միշտ 4-րդ մոտեցումը ու մեկը Պարապանքից պես լավ պարապեցինք Վանա։ Ու հանկարծ եթե լինում է, չգիտեմ, Վանան հավես չունի կամ ես հավես չունեմ, միշտ չէ, լավ բեր պարապենք։ Հա, պետք է պարապենք, որոշել ենք պետք է պարապենք։ Շատ կարևոր է, երբ որ դու ունես մարդ, ով քեզ մոտիվացնում է։ Բերեք ճիշտը խոսենք, մեր առօրյա կյանքում այսքան ծանրավեռնված շատ դժվար է միշտ լինել մոտիվացված, սպորտի համար, ֆիթնեսի համար մոտիվացված։ Ինչ որ դեպքում, իմ ու Վանայի դեպքում մենք ենք իրար մոտիվացնում, քո դեպքում այս պահին Էդվինը, որ դու գիտես, որ Էդվինին ասել ես, չէ, պետքա գնաս։ Մեկ-մեկ նեղված ես, մեկ-մեկ հավես չունես ու այստեղ ճիշտ կապի դեպքում դա շատ սիրուն, sense քայլերով տանում է դրան, որ սպորտը դառնում է։ Երբ որ դու պատասխանատու ես ինչ-որ ջիմ բադիի նկատմամբ, ջիմ բրոների նկատմամբ, որոնք որ շատ աջակցող են կարդում, վերջերս հրատարակված հետազոտություն Ամերիկայում, որ խորհուրդ է տրվում պարապողին կանչես կոնկրետ նույն օրերին, նույն ժամերին, որտեվ եթե օրինակ եթե գրաֆիկ ես կազմում պարապողի համար շաբաթը 3 օր, օրինակ, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ ժամը 12-ին, շատ հետաքրքիր էր, որ բացի դիսցիպլինան, մարմինը երկու շաբաթ հետո մարմինը պատրաստ է, որ ինքը այս ժամի գնալու է պարապելու։ Բարձրաձայն եմ, ուրեմն երբ որ ես պետք է ընտրեի թե Hyrox կոնկրետ որտեղ մասնակցեմ, ես առաջնահերթ ուշադրություն էի դարձնում ժամային գոտուն։ Ուզում էի շարժայում մասնակցել, բայց մինչև այս կողմեն կողմ ամբողջ միջոցառումը sold out եղավ ու ես չհասցրեցի տոմս ձեռք բերել։ Մյուս տարբերակը Լատվիան էր, որտեղ որ մի ժամի տարբերությունը, իհարկե, խնդիրն այն է, որ ես մի քիչ երկար եմ թռնելու Լատվիա, որովհետև ուղիղ չվերջ չկարողացա գտնել, բայց այստեղ մի այլ խնդիր ես ունեմ, որ ես միշտ մարզվում եմ կեսօրին, իմ օրգանիզմը պատրաստ է կեսօրին, բայց ես մինչ օրս չգիտեմ, թե ես ժամը քանիսին եմ մրցելու այնտեղ։ Մի քիչ լարված եմ, վստահ եմ, որ ադրենալինի օգնությամբ այդ դրա միջով կանցնեմ, բայց սա այդ որ օրգանիզմդ սպասում է, այսինքն ինքը գիտի, որ այս ժամին դու պետքա գնաս մարզվես, մեկ էլ դու պարկած ինչ որ հեռուստացույց ես նայում ու երևի չի հասկանում ինչա տեղի ունենում։ Այդ խնդիր ունեցել, որովհետև 100 մետրին մեր qualifications final, մենք առաջի qualification-ը վազում ենք երևի առավոտը 8-ին, առավոտը 8-ին վազելու համար էլ գոնե 6-ին արդեն պետքա նախաճաշը կերած, պատրաստ նստած լինես, ու հետո մի հատ էլ վազում ենք երեկոյան 3-ին 4-ին։ Ու Էտա մարմինը այդ ադրենալինի տակ, այդ ստրեսի տակ, իհարկե էդ էլ նայած մարդուն, բայց իմ մոտ միշտ լավ է իրեն դրսևորել ստրեսի պայմաններում։ Էտա գալու է այդ ծածկելու է այդ ժամային բանը։ Մարզիչի մունատն էր գալիս այդ ժամանակը, որոնց մեջ մի տեսակ պատրաստ չեմ, իսկ դա ինչ նշանակություն, դու պետք է միշտ պատրաստ լինես գիշեր 3-ին թե 4-ին։ Լոկտին, այսպես ասած։ Դրա համար մի հատ ապտակ ես ստանում հոգեբանական, ես միշտ պատրաստ եմ արդեն ու vacation չպետք է բարի ուղիղ իմաստով ես մի անգամ ապտակ եմ ստացել մարզիչից հոգեբանականի հետ։ Մրցույթից առաջ բարի ուղիղ իմաստով, որ ասեցի մի քիչ երևի էստեղի համահայկական խաղերին կլիներ, որ ասեցի ոնց որ մի տեսակ չկամ վարմապ հարել եմ, բայց ոնց որ մի տեսակ մարմինը ստեղը չի, ասեց, հա, շատ լավ է, մի հատ sense երկու ձեռքով ապտակես դեմքիս ու իսկ ոնց լրիվ refresh-ը, հա, որ անկեղծ պատրաստ էի մրցելու, բայց երևի ես հիմա ուրախ եմ, որ Էդվինի ինձ հետ չի լինելու, շնորհակալ եմ Էդվին, որ չեկա։ Իրականում մարզիչի դերը, այ հենց այդ տեղից է, որ գալիս է։ Ես իմ պարապողներին փորձում եմ միշտ այդ բացատրեմ, որ ճիշտ է խիստ ենք մեկ-մեկ, բայց եթե մարզիչը կարողանում է պարապողին դարձնի զուտ կիրթ ապրող մարդ, այ տեղա որ լինում է արդյունքը, այսինքն ես անձամբ ինձ թվում է մաշանել, որտեվ կողքից դե հետևում եմ, մենք փորձում ենք պարապողին դարձնենք զուտ կիրթ ապրող, այսինքն ինքը հասկանա ինչ պետք է ուտի, ինչն է լավ իր համար, որտեվ պարապողը փաստացի երևի շաբաթը 3 ժամ անցացնում է մեր հետ, իսկ մնացած ժամերը, որ ավելի կարևոր են ձեր կոնտրոլից մեր մոտից, կոնտրոլից դուրս է, ինքը պետք է գիտակցի ինչ անի։ Հետո մեգա կարևոր հարց կա այս ամեն ինչում, ժողովուրդ, որ
մենակ նիհարելու համար չեն գալիս ջիմ։ Երբ որ քո ուղեղում դրած է, որ ջիմ պետք է գնային մարդով ունի ավելորդ քար, դից սկսում են մեծ խնդիրները։ Խնդրում եմ, հիշիր ինչ պետք է ասես, ես մի հատ շատ կարևոր բանի պետք է անդրադառնամ։ Ուրեմն մեր առաջին մոտեցումից հետո ինձ մի քանիսը հենց անձամբ ինձ մի քանիսը հենց կոմենտներում գրեցին. Ինչի եք դուք խոսում միայն քաշ կորցնելուց, ախր կան մարդիկ, ովքեր որ քաշ են ուզում հավաքել։ Ու ես ում հետ որ կարողացա կապի դուրս գալ, ես իրենց հարցրի, դուք մարզասրահ գնում եք։ Իրենք ինձ ասացին ոչ։ Ես ասում եմ, բայ ես ոնց իմանամ ձեր մասին, ես ոնց իմանամ ձեր խնդրի մասին, որովհետև այո, ցավոք, այսօր գերակշռող մարդիկ, ովքեր որ գնում են մարզասրահ, իրանց արչև դրած է խնդիր, իրենց արչև են դնում խնդիր որոշակի քաշ կորցնելու կամ օրինակ ճարպային մասան մկանային մասայի փոխելու, բայց կոնկրետ ես ուզում եմ քաշ հավաքել, ես ինքս կամ գուցե չեն բարձրաձայնում իրենք, որովհետև մտածում են, որ գուցե դա այդքան էլ մեծ խնդիր չի, բայց ես այդ մեր առաջին մոտեցումից հետո հասկացա, որ դա եւս խնդիր է ու կան մարդիկ, ովքեր ուզում են դա անել, բայց դա անելու համար պետքա գնալ մարզասրահ։ Օրինակ ես վերջին 4 ամիսների ընթացքում 8 կիլոգրամ քաշ եմ հավաքել, Hyrox-ը քաշային կարգով չի, տարիքային կարգով է, բայց այդ ծանրաբեռնվածության տակից դուրս գալու համար պետքա մկանային զանգված, ես հիմա ուտում եմ շատ։ Ես հիմա մի շաբաթում ուտում եմ այնքան, ինչքան որ նախկինում ուտում էի մի ամսվա ընթացքում, անկեղծ եմ ասում, եթե ես դնեմ հատկապես սպիտակուցային պրոտեին 6-ը։ Ու հա, այդ բացի տեսեք շորտ կա այդ կարծրատիպը, որ ջիմը նախատեսված է ավելորդ քաշով մարդկանց համար, ոչ։ Նույնիսկ միայն նախատեսված չի քաշ հավաքող մարդկանց համար։ Ջիմը դա ապրելակերպածին։ Ես շատ կուզեմ, որ Հայաստանում կան են գիտակցությանը, որ ջիմ չենք գնում քաշ կարգավորելու։ Ջիմ գնում ենք կանխարգելելու խնդիրներ։ Ջիմ գնում ենք առողջ հոգեբանական վիճակի համար, որովհետև բոլորս էլ գիտենք, մարզումը տալիս է այն բոլոր հորմոնները, ովքեր պատասխանատու են երջանկության համար։ Մենք ջիմ գնում ենք մեր ներքին ու արտաքինի համար, այսինքն, երբ որ լինի գիտակցումը ջիմ գնալու նկատմամբ նմանատիպ, պահանջներն էլ կփոխվեն, մարդիկ այլ կերպ կմոտենան։ Իմ հաճախորդի հետ հիմնականում առաջի այդ 2 շաբաթը, երբ որ մենք շփվում ենք, ես փորձում եմ իրան բացատրեմ, որ մենք ժամանակավոր դիետա չենք պահելու։ Սա իշքո ամսվա մեր գրաֆիկը չի, հետո դու սա չես թողալու երջանկանալու։ Ես փորձում եմ իրան բացատրեմ, որ դու պետքա սպորտը շարժումը սարքես կյանքի քո մի մասը, որովհետև այսօր շատ լուրջ խնդիր ունենք չշարժվելու։ Մի հատ մեզ նայենք, մեր օրինակով նայենք, գադջետներով ենք զբաղված, օգտվում ենք միայն վերելակներից, մեքենայից, այս վերջից նույնիսկ ես վանան մեքենայից ես երբեմն հրաժարվում եմ ու ոտքով գալիս եմ գործի, ու ես զգում եմ, որ ես մեքենայի մեջ դադարել եմ զգալ եղանակային փոփոխությունը, դու տեսնում ես նույն պատերը, փակած լուսամուտներով վարում ես մեքենան ու դու չես զգում ոնց է փոխվում եղանակը։ Մարդը, ներկայիս մարդը դադարել է շարժվել, ու ամեն ձև ես էլ վանան էլ փորձում ենք, մենք շատ ենք շփվում, արդյոք որ մեկս ինչ մոտեցում ենք ցուցաբերում կամ ունենք հաճախորդ, երբեմն դու մենակով չես կարողանում կողմնորոշես ոնց օգնես մարդուն, ոնց օգնենք։ Ու իմ համար շատ կարևոր է, որ մարդը դառնա այն գիտակից մակարդակին, որ այն մեր հին մարդը չի ունեցել մեքենա, շարժվել է, դրա համար ավելի քիչ ճարպակալում խնդիրներ եղել, քանի շատացել է այս ամեն միջոցները, դրա համար է լինում, որ խնդիրները անդադ շատանում են։ Ու մեր ոլորտը այդ այնտեղն է, որտեղ լուծվում են շատ խնդիրներ։ Եթե մարզիչը կիրթ է ու գրագետ, շատ կարևոր բան է սա, որովհետև վատ մարզիչը կարա հանգեցնի վատ սննդային վարքի, կարա հանգեցնի հոգեբանական խնդիրների։ Սթերոիդների։ Այո, ոչ միայն, այսինքն ճիշտ մոտեցման դեպքում մենք կունենանք հասարակություն, որտեղ մարդը պրոստը գիտակցի, որ ֆիթնեսը ժամանակավոր չի, առողջ ու բալանսավորված սնվելը պետքա միշտ, ոչ թե նիհարենք միջև ծով գնալը, սննդակարգ պահենք միջև ծով գնալը, նիհարեցինք շատ լավ է, գնանք ծով գանք ու կանգնենք երակի ավել խնդիրների առաջ, այս շատ տարածված խնդիր է ու երևի անկեղծ քեզ կասեմ, այդ առումով հոգեբանական աշխատանք շատ եմ ես տանում։ Դա տանում է մեծ էներգիա, բայց ես պատրաստ եմ միշտ ներդնեմ իմ էներգիայից, եթե իմանամ, որ այդ մարդու ուղեղում գոնե գետ մի բան կփոխվի մոտեցում դրա նկատմամբ, որովհետև դա ժամանակի ընթացքում եկի տեսնում ես գլորվեց շատացավ։ Երբ որ դու մի հոգու փոխում ես, այդ մի հոգին փոխում սկսում է փոխել իր շրջապատը։ Այս շատ կարևոր էֆեկտը, դրականի էֆեկտը։
չգիտեմ, զգացած կնեք, մեքենա վարելուց, երբ որ ինչ-որ մեկին զիջում ես, Չեմ վարում։ չեք վարում։ Դիմացի մեքենային շատ եմ փորձել։ Դիմացի մեքենային զիջում, այսինքն մտնում է երթևեկություն այնտեղից, որտեղից ինքը չէր կարա, իրա դիմացից մեքենա է գալիս, ինքը զիջում է այդ մեքենային։ Այսինքն դու լավ բանով կարաս վարակես, նույնը վատ սովորությամբ։ Ու եթե դու կարողանում ես մեկին փոխես, ձնագնդի էֆեկտով ինքը անընդհատ փոխվում է։ Ու ես ուղղակի վստահ եմ ճիշտ մոտեցման դեպքում կունենանք որակապես այլ գիտակցության հասարակություն։ Դեպի սպորտ, դեպի կյանք։ Մի կարևոր բան, երբ որ նշեցիր, թե մենք ինչի ենք գնում մարզվելու, իհարկե երևի թե իմ դեպքում մի քիչ կրիտիկական մակարդակի վրա է սա, բայց իմ համար նաև դա շատ կարևոր համայնք է, ու ես հիմա վստահ կարող եմ ասել, թե այս վերջին 4 ամիսների ընթացքում, թե նախկինում, հավատացեք, ինձ ամենահարազատ մարդիկ օրանժում են։ Ես իրենց չեմ տեսնում օրանժից դուրս, որովհետև ես այդքան ժամանակ չունեմ։ Ես աշխատում եմ full time, ես իմ գործն ունեմ, ես երեկոյան պետքա շուտ քնեմ, ես պետքա ռելաքս անեմ մինչև քնելը, բայց ելի եմ ասում, իմ համայնքն է, ու ես օրանժից դուրս երեկոյան ինչ-որ միտեղ գնալ նստելու, խմելու եւ մարդկանց հետ շփվելու կարիք չեմ ունենում, որովհետև առավոտյան ես շատ առողջ միջավայրում կարողանում եմ ստանալ այդ շփման, լրացնել այդ իմ շփման բացերը, որոնք որ կոնկրետ այս պահին ունեմ, ու ես էլ տեսակով շատ outgoing չեմ, այսպես ասած, շատ պարփակված եմ, ես ինքս իմ հետաքրքրությունները, բայց ելի եմ ասում, դա նաև համայնք է, գուցե կրիտիկական է մի քիչ եւ ոչ բոլորն են պատրաստ իրենց առօրյա շփումները փոխել մարզասրահի շփումների հետ, բայց իմ դեպքում այդպես է ստացվել ու եթե ես էլի ինչ-որ ընտրության առաջ կանգնածնի արդյոք կուզեի վերջին 4 ամիսները այսպես անցկացնել, թե ոչ, միանշանակ պատասխանս կլիներ այո, ու ասեմ, կարծում եմ, որ գոնե տարին 1-2 անգամ ես այս նույն ճանապարհի միջով էլի կանցնեմ, որովհետև ինքս նկատում եմ, թե որքան եմ կոփվել, խորհուրդ կտամ թեկուզ քաղաքային վազքերի գրանցվել ու մասնակցել, որովհետև դա բոլորին մեդալ են տալիս, բոլորը ողջևորվում են այդ մեդալների համար, բայց վերջերս բազմիցս կարդացել եմ, որ այդ մեդալները դուք ուղղակի գնում եք այդ միջոցառումներին ստանալու, որովհետև այդ մեդալները դուք վաստակում եք ճանապարհին։ Ես հիշում եմ վերջի մեր էմոցիաները մրցումից հետո։ Մրցումները ձեր։ Ես էլ պետք է մասնակցեի, բայց ես չհասցրի, որովհետև ուրիշ բանի էի պատրաստվում։ Երկար ժամանակ երկուսից մոտ էր դադար էր եղել, մարզական ու շատ պատահաբար Սիրյոգի հետ որոշում ենք, որ պետք է մրցում մասնակցենք, ունենք ընդհանրապես պատրաստվելու ամենալավագույն տարբերակը 2 շաբաթ, մի շաբաթ էլ պետք է հանգստանանք, վերականգնվենք ու այդ ոգեշնչվածությունը պարապենք ու ես հիշում եմ ինձ վանեին մրցման օրը։ Ես անկեղծ կասեմ, բռնցքամարտի մրցակցական ստրեսը անհամեմատելի մեծ է, որովհետև վախերը ավելի շատ են, որովհետև դու ունես հակառակորդ ու եթե խոսում ենք պրոֆեսիոնալ, սիրողական բռնցքամարտի հասկացանք Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մասին, նման ֆորմատով, որտեղ այստեղ տարբերակում կա պրոֆեսիոնալ բռնցքամարտ ու սիրողական։ Սիրողականի դեպքում կարող լինի մինչև 5 մարզումային օր մրցակցական օր, ու դու պետք է 5 մրցակցական օրը պատրաստ լինես բոքս անելու։ Այստեղ շատ ավելի քիչ էր լարումը, կարող եմ ասեմ հեշտ հաղթահարեցինք, բայց վերջում ու վանայի ոգեշնչված մեդալները սենց գրկել ենք, չգիտեմ, ուրախ զվարճում քաղաքում քայլում ենք։ Մարզվողները ինչքան ոգևորված են, ես էլ պետք է գայի ձեզ ոգևորելու, ուղղակի ես պարապմունքի էի, այն էլ ոչ օրանժում դրսում էր իմ այդ օրվա պարապմունքը, այլապես հաստատ դիմաց մի քանի քայլ կքայլեի, ձեզ կոգևորեի, բայց կարծում եմ, որ դա եւս շատ կարեւոր է ու պարտադիր չի, որ տենց ինչ-որ պրոֆեսիոնալ, շատ հեռու տեղերում իրականացվող մրցաշարեր լինեն, որովհետեւ Հայաստանում թեկուզ հենց օրանժի շրջանակներում տարատեսակ, թեկուզ հենց մարզասրահի ներսում տարատեսակ մրցումներ լինում են ու ամեն դեպքում վախերը հաղթահարել ու ինչ-որ պահի հասկանալ, թե դու այս ամենը ինչի համար ես անում, պետք է, որովհետեւ մոտիվացիա է կրկին, կարծում եմ։ Միանշանակ համեմատում։ Մի հատ ես մի բան եթե կարամ ավելացնեմ, այն քաշ այն մարդկանց համար, որ ուզում են քաշ հավաքեն ու գալիս են ջիմ։ Այս ընթացքում որ խոսում էի, ես մի հատ մտածում էի ու ոնց որ իմ մոտ հիմա այդ մարդկանց թիվը ավելի շատ է։ Ես իրենց չեմ ճանաչում երևի, ուղղակի դեռ չեմ հասցրել շփվել։ Իրականում այս պահի դրությամբ կյանքի պայմանները բերել այն բանում, այն ապրելակերպին, որ մարդիկ չեն կարողանում սնվեն։ Այսինքն չունեն ժամանակ սնվելու կամ եթե սնվում են, սենց ձերի հետ մի բան գործից տուն գնալուց, գործից սպորտզալ գալուց այդ տիպի ա եղել ու այդ բերելա այսքան այդ իրոք հիմա լուրջ հարց է որ երիտասարդության մեջ հատկապես չգիտեմ այդ տրենդը
թե իրոք կյանքի պայմաններն է բերել դրան, որ կա ցածր քաշ իրոք, առողջ ցածից քաշրեն, առողջ քաշից ցածր են մեր երիտասարդության մեծ մասը այս պահին, փողոցում հենց քայլելուց կտեսնեք աղջիկների մեծ մասը առողջ քաշից ավելի ցածր են, թե վիզուալ, թե եթե գան կշերքի վրա էլ այդ արդեն կփաստվի։ Ու այդ էլի գալիս է, եթե ավելորդ քաշը սխալ ապրելակերպից է, ցածր քաշն էլ է սխալ ապրելակերպից։ Ճիշտ չքնել, ճիշտ չսնվել, սննդին մատների արանքով նայել, այտենց մի շարք թրենդներ, որ ես դեմ եմ իրենց հետ, ու այդ իրոք հիմա լուրջ թեմա։ Բայց կարանք ունենանք ցածր քաշ, բայց ունենանք բարձր ֆետ։ Այդ շատ կարևոր է։ Այսինքն ցածր քաշ դեռ չի նշանակում, եթե նույնիսկ BMI-ի ցուցանիշը մտնում է ճիշտ սահմանի մեջ, բայց մենք ունենք ցածր մկանային զանգված, ունենք բարձր ճարպ, այդ վատ սնվելու արդյունքը ոչ միայն ոչ էլ շատ վատ է, որովհետև իրանց պահանջարկ ու բազովի մետաբոլիզմի այդ թիվը անհրաժեշտ կալորիան ուղղակի ապրելու քչանում է։ Այսինքն այստեղ շատ կարևոր է ինչքան մկան ունենք ու ինչքան ճարպ ունենք։ Մեկ էլ մի կարևոր բան եմ ուզում ասել, որ պարզապես մարդիկ չվախենան։ Իհարկե, այս պահին իմ շուրջ հավաքված մարդիկ բավականին աջակցող են։ Նախկինում ես ավելի շատ էի ստանում մեկնաբանություններ, վայ ոնց որ մի քիչ լցվել ես, վայ ոնց որ մի քիչ իջել ես, որովհետև ես պարզապես գալիս էի մարզասրահ ու մարդիկ շփվում էին, բայց հիմա քանի որ գիտեն կան նպատակ, ես ինքս հոտեսնում եմ, ես ինքս կշերքին կանգնելով հասկանում եմ, թե ինչքան է իմ մարմինը փոխվել ու թե ինչքան է ծավալ ավելացել, որ գուցե շատ կանայք չեն ուզում, որ նման բան լինի, բայց ես ուզում եմ ուղղակի հավաստիացնել, որ ուղղակի մարզասրահ գալով սովորական շաբաթական 3 անգամ մարզվելով ես չեմ ասում ես հիմա ինչ որ սուպեր աթլետիկ կառուցվածք ունեմ, բայց ամեն դեպքում վստահ եմ շատերը չեն ուզում այսպես։ Հավատացնում եմ ձեզ, հավաստիացնում եմ, որ սա շատ ծանր աշխատանքի արդյունքում է տեղի ունեցել, մի քիչ էլ ինձ կրեդիտներ տամ այս բոլորին տանջանքներիս ապաշխարանք, սա շատ ճիշտ եւ շատ սնվելու արդյունքում է, շաբաթական 6 օր մարզվելու արդյունքում է, այսինքն եթե ինչ-որ մեկի մոտ էս պահին կա մտավախություն, որ վայ ես ուզում եմ, բայց չեմ ուզում իմ մարմինը այսքան փոխվի, իմ մարմինը այսքան փոխվել է ինչ-որ նպատակի համար։ 2 կիլոգրամանոց գանտերով այն երբեք չփոխվի։ Եվ գիտակցաբար իրականում այս էլի հենց այս խնդիրը հատկապես լինում է քաշ ավելացնողներին պարապացնելուց։ Մի հատ sense Instagram-ում գնում է, չէ, ծաղրական բաներ աղջիկների մասին, որ գնում եք այդ վարդագույն գանտելներով պարապում դուրս եք գալիս։ Իրականում պարապողը հենց սկսում է զգալ մկանը, ասում է վայ չէ, արդեն հոգնեցի։ Ու այդ ամենասխալ մոտեցումն է, որովհետև մարզման այսինքն մարզում նշանակում է դու գիտակցաբար վնասես քո մկանաթելիկները, լինի ես դիրքում, գաս սնվես, սնունդը գա լրացնի հետ ու դու հավաքես մկան, այսինքն մկան հավաքվելը այդքան հեշտ բան է, բայց եթե դու չես անում այդ մկան մեծացնելու մասին չի խոսքը, մկանային զանգված հավաքելու մասին է խոսքը, եթե դու մկաններիդ չես տալիս այդ հոգնածությունը, այդ վնասվածքը չես պարգևում քո մկաններին, դու ոնց որ ավելորդ ժամանակ ես անցացրել, այսինքն եթե պարապող ունի ավելորդ ժամանակ մի ժամ գա անկապ ուղակի սենց թեթև քաշերով մի քանի վարժություն անի գնա հասկանալի է, բայց այդ չի տալու ոչ մի բան, ոչ քաշ իջեցնելու համար, ոչ քաշ ավելացնելու համար, որտեվ երբ քաշն էլ ուզում ենք իջեցնենք, էլի այս պահին շեշտը դրված է մկանային զանգվածի բարձրացնելու վրա։ Ասեմ, իդեպ այդ իմ 8 կիլոգրամն էլ, որ ես ասում եմ, հիմնականում դե բնական է, չի կարող ճարպն էլ չավելանալ, որովհետև ամեն դեպքում դու միայն սպիտակուց չես կարող ուտել ու էլ չասեմ, որ նաև ինձ այդ ածխաջրերն են պետք, որովհետև ես 8 կիլոմետր վազ պետք է անեմ, այնտեղ մենակ ֆունկցիոնալ մարզումներ չեն ու ասեմ, որ իմ դեպքում հիմնականում ծավալը եղել է մկանի մեծացման արդյունքում ու ես իհարկե չեմ պատրաստվում այս կազմվածքով շարունակել ապրել Hyrox-ից հետո, իհարկե որոշակի փոփոխություններ կլինի, բայց ես նաև հասկանում եմ, որ եթե ես էլի որոշեմ գնալ եւ մասնակցել, էլի պետքա վերադառնամ այս նույն սննդակարգին, այս նույն ինտենսիվությանը ու այս նույն քաշերին եւ ես երբ որ ասում եմ քաշեր, ես նկատի ունեմ
կոնկրետ քաշեր։ Հիմա եկեք չբարձրաձայնենք այդ քաշերը։ Այդ իրոք կա, որովհետև պարապողը, ես մեր պարապողներին խրախուսում էի գային մեր մրցույթները տեսնեին powerlifting-ի, որովհետև երբ խոսում ենք քաշի մասին, երբ դու պարապողին տալիս ես 2-10 կիլոգրամանոց ինքը պատկերացնում է, որ այս պահին անում է շատ բարձր քաշ, որը կարա մկանը, չգիտեմ, շատ մեծացնի, ու հետո գալիս տեսնում է իր մարզիչները անում են 130 կիլոգրամով, հետո սենց մյուս անգամ որ գալիս այդ քաշերը անելուց, արդեն լուր անում է, ինքը արդեն այդ գիտակցումը ունի, որ մենք չենք ուզում այն դառնանք, մենք պարապում ենք մեր ուժերի չափով մեր նպատակների համար։ Այո, այդ շատ կարևոր է նաև նշել, որ օրանժի ցանկացած անհատական մարզիչ հաշվի առնում իր մոտ մարզվողի պահանջները ու նպատակները։ Միանշանակ շատ կարևոր է լսել ինչ է ուզում Այսինքն, եթե մարզվողը։ դու 42 կիլոմետր չես վազելու, պետք չի, որ դու անես SSS վարժությունները, կամ եթե դու Hyrox-ի չես մասնակցելու, պետք չի, որ դու անես այս քաշերը եւ այլն եւ այլն։ Ու այդ ես շատ եմ նկատել, իհարկե ես հիմա մեկ անհատական մարզչի հետ եմ մարզվում, բայց կյանքս այնպես է դասավորվել, որ ես շատ եմ լինում օրանժում եւ շփվում եմ բոլորի հետ ու գրեթե ծանոթ եմ բոլորի աշխատելավոճին, այդ կարող եմ միանշանակ փաստել, չլինելով անձնակազմում, կարող եմ ասել, որ միանշանակ դա հաշվի առնվում ու մի վախեցեք անհատական մարզումներից, մի վախեցեք քաշերից, այդ քաշ հավաքելը այդքան հեշտ չի։ Շատ դժվար։ Այո, Ավելի դժվար է, քան իջնելը։ Փաստացի։ Այս վերջերս ձեր մրցումների պատճառով մեր կշերքը խախտվել էր եւ ես պապանիչսկի ատակա ունեցա մի պահ, որովհետեւ կանգնեցի կշերքին, ինքը ցույց տվեց 4 կիլոգրամ պակաս, ու ես ուզում եի հասկանալ թե որտեղ եմ ես ինչ-որ մի բան սխալ արել, Որ եմ 4 կիլոգրամ։ որ այդ 4 կիլոգրամը կորել է, հետո ես ինձ վրա այդ պատասխանատվությունը վերցրի, այդ օրով մոտենում էր կշերքին կանգնելու, հիմնական տղամարդիկ էին, ասում էի Չէր թողում ուրախանան հաճինջա։ Բայց ասեմ հիմնականում լավ որ գրեթե բոլորը տխրում էին։ Այս ուր այս մկանները սուր են կորել, այսքան ես աշխատեցի, այս մի քանի օրում էս ինչ արդյունք էր, բայց հա ամեն դեպքում ըստ նպատակի պետքա տարվի աշխատանքը ու ես ձեզ մոտ էլ նկատել եմ, որ դա հենց այդպես էլ արվում է։ Շատ կարևոր է լսելու ունակությունը, ըստ իմ արժի ամենակարևոր սկիլներից է հասկանալ ինչ են ուզում քեզնից։ Այսինքն, երբ որ մարդ ուզում է օրինակ քոպես մրցույթ մասնակցի, դու պետքա լինես շատ պրոֆեսիոնալ, պահանջես ու տաս։ Մյուս դեպքում ինչ որ մեկ ուղակի գալիս է թեթև ձգվելու օրինակի համար, դու հասկանում ես, որ մարդը չի ուզում իրականում մասը ավելացնի, պետք չի դու շատ ստիպես իրան, որ ինքը ատկաս ու պրիետ ատկաս շատ լավ կիմանաս այդ տերմինները հասցնես այդ վիճակին, օքեյ, դու փորձում ես 12-ից 15-ի շրջակայքում կրկնողությունների 10 պարապմունք, որ իրան լինի հաճել, ինչ որ մեկը գալիս է ինչ որ խնդրով ցին, մեջքի խնդրով, որին ինչ որ լիքը հակացություններ ունի։ Այսինքն ինձ թվում է մարզիչ պետք է լինի պրոֆեսիոնալ ու կարողանա հասկանալ ինչ են իրանից ուզում ամեն առումով ու փորձի հենց այդ դա։ Ու դա կարևոր գիծ է շատ։ Մի բան էլ ասեմ, հատկապես եթե խոսքը վերաբերում է մրցաշարերին, ելի կարևոր է լսել մարզչին ու անել ավելի շատ, քան ասում է մարզիչ։ Օրինակ վերջերս ես մի հատ story էի արել, որտեղ որ ասում էի, որ ես անում եմ ավելին, քան Էդվին ասում է, բայց բնականաբար դա խոսվում էր գիտակցության սահմաններում ավելիի մասին ու զոն 2 աշխատանքների մասին, որին որ դուք ծանոթ եք, չգիտեմ, այդտեղ կլինի լող, հեծանիվ կամ շատ թեթև վազք, դրանից վնաս չկա միանշանակ, բայց ինձ սկսեցին շատ խորհուրդներ տալ, որ ես հանկարծ չհոգնեցնեմ ինձ եւ պատրաստ լինեմ, այսինքն դա եւս շատ կարեւոր է, այո, բայց ես էլի եմ ասում, ես դա գիտակցում եմ, ես փորձել էի մաքսիմալ մանրամասն ներկայացնել, թե դա ինչ overdoing-ի մասին է խոսքը, բայց գուցե ինձ սխալ էին հասկացել, դա եւս շատ կարեւոր է, այսինքն եթե մարզիչը հատկապես եթե դու մրցաշարի պատրաստվելուց առաջ ես ու քեզ մարզիչը ասում է, որ դու պետք է անես սա, պետք չի իրեն ապացուցել, որ դու կարող ես անել ավելին, որովհետեւ գուցե այդ տեղը ու այդ պահը չի, որտեղ որ պետք է անել ավելին։
Մի հատ այս թեմայի շուրջ այս իմ խորհուրդն է թե մարզիչով պարապողներին, թե ոչ մարզիչով պարապողներին, ընդհանրապես որևէ վարժություն կատարելիս մի հատ հարց ամենահասարակ հարցն է, որ կարող եք ձեզ տակ կամ մարզիչին տակ, ինչու։ Ես նկատել եմ, որ լիքը մարդիկ Instagram-ից, YouTube-ից վարժություններ են բերում, անում, որ նայում եմ, սենց մեկ-մեկ ասում եմ, որ նայում եմ մեջքս ցավում է կամ ծունկս ցավում է, որ զուտ նայում եմ այդ պարապողը անում է։ Միշտ իմ խորհուրդը է դա, որ մի հատ հարցրեք ինչու։ Ես ինչու եմ անում այս վարժությունը, այս վարժությունը ինձ ինչ կտա։ Արդյոք չկա ավելի ճիշտ փոխարինիչ այս վարժության համար։ Ու ինձ թվում է այ այդ է մարզիչի դերը։ Մարզիչը այն մարդն է, որ կարողանում է գտնի ճիշտ փոխարինիչ յուրաքանչյուր վարժության համար։ Այդ անհատական մոտեցումը, որ ասում են, այդ չի, որ 12 հատ էր, եթե անում մարզիչ ասի 15 հատ արա, այդ արդեն անհատական մոտեցումը։ Չէ, այլ մարզիչի դերը է նա, որ քո անատոմիական ամեն ինչը հաշվի առնելով քեզ տա ամենալավ ալտերնատիվները վարժությունների համար։ Այդ իմ մոտեցումը փորձում եմ, որ ըստ դրա անեմ, որ առաջի բանը առողջությունն է, այսինքն իմ համար ես չեմ ների ինձ, եթե պարապողը գա իմ մոտ պարապի եւ արդյունքում ստանա։ Բայց նաեւ շատ կարեւոր է, որ մարզվողները գիտակցեն ու խոսեն դրա մասին։ Օրինակ հասարակ բան, դուք գիտեք, Էդվինը գիտի, ես գիտեմ, թե ես օրինակ ինչ քաշերով ու ինչ վարժություններ եմ կարողանում անել, բայց եթե ես անում եմ ինչ-որ մի բան ու այդ պահին զգում եմ, որ ինչ-որ տարօրինակ ձայն լսեցի, ամենապրիմիտիվ ճտոց։ Ասում ես ու Էդվինն էլ ինձ ամենասկզբից ասել էր՝ մի տարօրինակ բան, մի անգամից ինձ ասում ես, չես անում 8 հատ, հետո ցած դնում քաշ ու ասում ստեղս ցաված, այլ հենց սկզբից, եթե դա չաշխատեց ու դա ինձ թվում է կարևոր է կրկին, անկախ նրանից մարզչով ես մարզվում թե առանց մարզչի, եթե դու զարթնում ես ու օրգանիզմդ, մարմինդ քեզ թելադրում է մի բան, իրան պետք է անպայման լսել, որովհետև այլապես կարող է երկարատև ինչ-որ մի հատ խնդիր առաջանա, որի դեմ շատ ավելի երկար ու ջանասիրաբար պետք կլինի պայքարել, քան ուղղակի փոխել քո ասած փոխարինիչ ինչ-որ վարժությունով։ Սեմինարի ժամանակվա նյութը հենց դրա մասին էր, ասում էր your body will tell you, այսինքն քո մարմինը քեզ կասի։ Ու կարա շատ պրիմիտիվ վարժություն լինի, որ անգամ դու զարմանաս, թե էս ինչի է, ասենք ես երեք սա անում եմ, այսօր ինչի չի ստացվում ինձ մոտ։ Դրա համար ամեն դեպքում հատկապես սկսնակների համար կարծում եմ մարզչով աշխատանքը շատ կարևոր է։ Կրկին շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք, կարծում եմ ահագին շփվեցիք իրար հետ, ինչը որ չէինք հասցնում անել մարզասրահում։ Թեմաները շատ են, շատ որոնց որ դեռ հնարավոր էր կարելի էր անդրադառնալ, բայց քանի որ գիտակցում ենք, որ մարդիկ գուցե մեզ այսքան չլսեն, եկեք այսօր սահմանափակվենք այսքանով, բայց հույսով որ մենք էլի կհանդիպենք ու այլ հետաքրքիր թեմաներ կկարողանանք իրար հետ քննարկել։ Շնորհակալ ենք Ծին ջան, իրականում շատ հաճելի զրույց էր ու ուզում եմ մի քանի բան ասեմ այն մարդկանց, ովքեր կդիտեն, ուզում մոտիվացնենք ձեզ բոլորս երեքով, ասենք որ մարզվեք, որովհետև դա շատ կարևոր է, շարժվեք, շարժումը կյանք է ու թող սպորտը դառնա կյանքի ձեր մի մասնիկը ու դա կապահովի վստահաբար ասում եմ ձեր առանց խնդիրների ապագան։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, շատ հաճելի էր։ Որպես վերջին խոսք հետևորդներին, լսողներին խորհուրդ կտամ սնվեք եւ մարզվեք գրագետ։ Այդ ամենակարևորն է։ Եվ քնեք։ Այո, ճիշտ ժամին։ Ապրեք գրագետ։ Շնորհակալ ենք։